թանկագիններս երիտասարդներով եւ մեծ հասակներով աղոթում ենք այստեղ։ Հետաքրքիր մի սրտումս մի աղաղակ բարձրացավ։ Եվ որն էր այդ աղաղակը։ Ես ուղղակի իմ աչքերից արծիվներն ենթում էի ու ես ասում էի. սիրելի Սուրբ Հոգի, ես առանց քեզի ուղղակի կպարտվեմ։ Ես առանց քեզի կջախջախվեմ, կկոտրվեմ։ Սատանան ինձ փշուր կանա, ես չեմ ուզում առանց քեզի ապրեմ։ Ու գիտեք, թանկագիներս մի բան հստակ ուզում եմ դու իմանաս, Սուրբ Հոգին ինքը կյանքի հոգի է։ Եթե քրիստոնյան չունի Սուրբ Հոգի հետ փոխհարաբերություն, ինքը կմահանա մի օր։ Հոգևորապես կմահանա։ Սատանան սկզբից սպանում է քո շունչը, հետո քո մարմինն է սպանում։ Սիրելիս, եթե դու լցվեցիր Սուրբ Հոգով, դու կունենաս հաղթական կյանք։ Այսօր մենք խոսալու ենք Սուրբ Հոգու փոխհարաբերությունից։ Ես չգիտեմ ինչ ձև ուզես վերնագրա, ես այս ձև եմ մտածում վերնագրենք այս թեման, առանց Սուրբ Հոգու մենք կպարտվենք։ Առանց, սա է վերնագիրը, առանց Սուրբ Հոգու մենք ուղղակի կպարտվենք թանկագիններ։ Իմացեք, սիրելիներ, եթե մեղավոր մարդու մեջ բնակվում է դևը, ուրեմն արդարի մեջ պետք է որ բնակվի Սուրբ Հոգին։ Հիշեք, թանկագիններս, դուք բոլորովդ տաճար եք։ Սուրբ Հոգու տաճար եք։ Եվ Սուրբ Հոգին թանկագինես քո մեջ կարա տրտմի։ Դու կարաս Սուրբ Հոգուն տրտմեցնես, կարաս ուրախացնես, կարաս բարկացնես, չգիտեմ, կարաս խաղաղություն բերես, խաղաղություն տաս Սուրբ Հոգուն։ Դու ես դա որոշում։ Կաստ է մարդ, որ ուզում է Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն ունենալ։ Ասեմ սիրելիս, եթե դու ունես Սուրբ Հոգու հետ հաղորդակցություն, դու ես տեզերքի վրա ամենահարուստ, ամենաուրախ եւ ամենաերջանիկ ազնվորությունն ես։ Ես ուզում եմ նորից կրկնեմ, թանկագինս, եթե դու ունես Սուրբ Հոգու հետ փոխհարաբերություն, շփում, եւ կարողանում ես պահել Սուրբ Հոգու հետ փոխհարաբերությունը, շփումը, դու ես տեզերքի վրայի ամենաերջանիկ, ամենահարուստ ազնվորությունն ես։ Սրանից կարևոր բան ես չգիտեմ ես երկրագնդի վրա։ Սուրբ Հոգի քեզի ամեն բան կտա։ Դու կարաս ասես գումարել կտա, այո, աշխատանք կտա, ու դու որ տաղանդ կտա, այդ տաղանդի միջոցով դու անուն կվաստակես, ու այդ անունի ու քո աշխատանքի պատճառով մեծ ֆինանսներ կունենաս, արդար աշխատած ֆինանսներ։ Ես ուզում եմ սա շեշտել։ Ես հետաքրքիր մի բան ասեմ թանկագիններս, երբ որ ես նոր ապաշխարեցի, իմ պապաս, կենսաբանական պապաս ինձանից հրաժարվեց հավատքի պատճառով։ Բաց հրաժարվել գիտեք ինչ նկատի ունեմ, բացարձակ ֆինանսապես չօգնեցել, բացարձակ, բայց գիտեք ինչ կատարվավ, ես վարսավիրություն սովորա ու Սուրբ Հոգին այն ձև սովորեցրեց ինձ այդ աշխատանքը, որ իմ, բոլորը գիտեն սա ինչ եմ ես փոխում, իմ աշխատանքի տեղի դիմաց ավտոների հերթեր, առավոտից մինչև իրիկուն հերթեր, իմ աշխատատեղի դիմաց, գիտեք պատճառը որ է Սուրբ Հոգին, գիտեք մարդիկ գալիս են ասում էին քո վարպետն այս քեզ սովորեցրել, ասում էի սկզբից վարպետն է սովորեցրել, հետո երկնային վարպետն է սովորեցրել, այսինքն թանկագինս, եթե դու ունես Սուրբ Հոգի հետ փոխհարաբերություն, ինքը կորտնի քո ձեռքի գործը, ուղղակի կորտնի, քեզի իմաստություն կտա, շնորհք կտա, անուն կտա, ինչ որ քեզ պետք է կտա, առողջություն, ուրախություն, խաղաղություն կտա, ինչ որ մարդուն պետք է ինքը կտա, ուղղակի սատանան մեզի խաբում է շատ ժամանակ։ Ու գիտեք սատանան ոնց է խաբում մեզի յուրաքանչյուրից, որ ինքը
ինքը սենց ինչ որ բաներով քեզի խապում է, որպեսզի քեզի հեռացնա Տիրոջ օգուց։ Ինչ որ բաներով։ Ամեն թանկագիներս։ Այսօր այս մասին ենք մի խոսքով խոսալու։ Հիմա թանկագիներս մի քանի տեղ գնայինք, ասում է երեք ենթավերնագիր գնայինք, ով է Սուրբ Հոգի եւ որտեղ է Սուրբ Հոգի, երկրորդը Սուրբ Հոգու նպատակը եւ երրորդը մենք պետք է գիտակցենք, որ առանց Սուրբ Հոգու անհնար է ունենալ որևէ հաղթանակ եւ հաջողություն։ Հիմա դուք ասես աշխարհի մարդիկ Սուրբ Հոգին չունեն, բայց հաղթանակ ու հաջողություն ունեն։ Շատ է հնարավոր։ Սատանան իրանց լիքը խաբելու հնարքներ կտա ու դրանով իրանք հաջող կդառնան։ Բայց օրհնություն չի ունի այդ ֆինանսների մեջ, դա 100% իմացեք։ Դա փաստացի բան է։ Սատանան լիքը հաջողություններ կարա տա մարդու։ Մարդկանց խաբելով, գցելով, գողանալով, բայց այդ գումարի մեջ չես կարա դու օրհնություն գտնես։ Ամեն։ Ուրեմն եկեք բացենք Հովհաննես ավետարան 14:13-ը։ Հովհաննես ավետարան 14:13-ից կարդամ։ Իմ անունովս ինչ որ խնդրեք, պիտի կատարեմ, որպեսզի հայրը որդիով փառավորվի։ Եթե իմ անունով մի բան խնդրեք, նրան պիտի կատարեմ, եթե ինձ սիրում եք, իմ պատվիրանքները կատարեք։ 16-րդ խոսք։ Ես էլ հորը պիտի աղաչեմ եւ ուրիշ մխիթարիչ պիտի տա ձեզ։ Սուրբ Հոգու մասին է խոսքը, որպեսզի հավիտենական ձեզի հետ բնակվի։ Ուրեմն տեսեք Սուրբ Հոգին Ժողովուրդ ջան միշտ բնակվում է մեր հետ։ Ճշմարտության Հոգին, որ այս աշխարհը չի կարող ընդունել, քանի որ չի տեսնում նրան եւ չի ճանաչում նրան, բայց դուք կճանաչեք նրան, քանի որ ձեր քով կբնակվի եւ ձեր մեջ պիտի լինի։ Լսեք Սուրբ Հոգին, որտեղ է բնակվում, Սուրբ Հոգու բնակության վայրը, ասեմ Ժողովուրդ ջան, քարանձավների մեջ չի, մատուրների մեջ չի, շենքերի մեջ չի, այս շենքի մեջ Սուրբ Հոգին չկա, եթե մենք ստեչենք։ Սուրբ Հոգին թանկագինս միայն ու միայն բնակվում է այնտեղ, որտեղ որ կա սրտի երկրպագություն։ Եթե դու քո սրտում երկրպագում ես Տիրոջը, քո սրտում երկրպագում ես Տիրոջը, այդ Տերը ընդ է։ Հիմա մի բան ասեմ թանկագինս, ուզում ես, որ Աստված բնակվի քո սրտում, դու դարձի երկրպագության տաճար։ Դու ինքդ դարձի երկրպագող, հենց որ դու դարձար երկրպագող, Սուրբ Հոգին կգա քո կյանքի մեջ։ Մեկ ուրիշ բան եմ ուզում ասել թանկագինս։ Հնարավոր է մարդը լցված լինի Սուրբ Հոգով, լեզուներով աղոթի, որպես Սուրբ Հոգու ներկայության նշան, այսինքն մկրտված լինի Սուրբ Հոգով, բայց բացարձակապես Աստված իր հետ գործ չունենա։ Ես չգիտեմ, հնարավոր ամուրություն եմ ասում։ Հնարավոր է Սուրբ Հոգին քո ներսում լինի, բայց ինքը իշխանություն չունենա քո կյանքում։ Այդ դու ապրես քո մարմնի ցանկություններով, հնարավոր չէ։ Հնարավոր է։ Հիմա հետաքրքիր մի պատմություն եմ ուզում անեմ, ով է հիշում սենյակների առակի պատմությունը։ Հիշում եք։ Միսս կաշ պատմեմ, հնարավոր է, եթե մարդիկ չեն լսել, իրանց համար պատմեմ, ովքեր որ լսել են, թող կրկնություն լինի։ Այդ առակը բոնկին է պատմում։ Մի հատ երկու հարկանից մեծ տուն է լինում տարբեր սենյակներով։ Ու գիտեք, այդ տան տերը
տանում է չմարդալին։ Ու թանկագինս այս տանտերը Հիսուսին ասում է այս սենյակը քեզի դեր։ Այսինքն գիտեք սա ինչ նշանակում, որ Տեր Աստված իմ կյանքի այս մեր բնակավարը ես հնազանդվում եմ։ Մենք մեր կյանքում ունենք տարբեր բնակավարներ, ճիշտ է։ Տարբեր սենյակներ ունենք, մեր կյանքը ունի տարբեր սենյակներ։ Եթե դու քո կյանքի մեծ սենյակն ես հնազանդեցնում Տիրոջը, մեծ սենյակում Տերը կհնազանդվի, Տերը ներկա կլինի։ Եթե թանկագինս այն մնացած սենյակները դու չես նվիրում Տիրոջը, չես տալում Տիրոջը, Տիրոջ ներկայությունն դե չկա։ Եթե Տիրոջ ներկայությունն դե չկա, դա դևերի ներկայությունն է։ Գիտեք ինչ է նշանակում անեծք։ Անեծքը դա Տիրոջ ներկայության բացակայությունն է, Տիրոջ օրհնության բացակայությունն է։ Համաձայն եք, չէ՞ սիրելիներ։ Հիմա թանկագիններս, այս առակը պատմում եմ, երբ որ սատանան գալիս է, այս մարդը թակում է, այս մարդի տան դուռը, այս մարդը դուռը բացում է, սատանան ներխուժում է, սկսում է տանջել սրան, ջախջախել։ Ու գիտես ամբողջ գիշեր, ու գիտես լույսը բացվում է, այս մարդը Հիսուսին ասում է Տեր, ինչի համար դու ինձ չպաշտպանեցի, Հիսուսն ինչ պատասխանալ է։ Ասում է դու այդքան սենյակներից օրինակ 9 սենյակ է, մեծ սենյակն ես տվել ինձ, ես այդ մեծ սենյակին ունեմ իշխանություն։ Լավ ասում է Տեր ջան, առաջի հարկը տալում եմ 5 սենյակներ առաջի հարկին։ Թո երկրորդ է։ Արշակը լավ է իշխանություն։ Թո երկրորդ է արշակը։ Երկրորդ հարկը տալում է, իմի սատանան գշերը գալում է։ Բացում է դուռը սատանայի առաջ, սատանան հրում երկրորդ հարկ, սկսում կներեք, առաջի հարկ, մտնում է, ու սկսում է տանջել, ջախջախել, խեղդել եւ այլն։ Տանջված, չարչարված դուսը բացվում է Հիսուսը, դուսը գալում երկրորդ հարկից իջնում, առաջի հարկ ասում Տեր, սենց օյնա եկեք գլխիս։ Բայց ինչ պաշտպանից, ասում է ես իշխանություն ունեցել եմ երկրորդ հարկի վրա, որտեղ դու ինձի թույլ ես տվել երկրորդ հարկում իշխելու։ Այսինքն սա ինչ է նշանակում թանկագինս, դու նվիրել ես քո կյանքի 50%-ը ինձ։ Ստեք։ Այս տանտերը գիտեք նոր հայտնություն աստանում ու ասում է ես հասկացա Տեր, ես ամբողջ կյանքս պետք է նվիրեմ, տարբերակ չկա։ Իմ կյանքում ինչքան ոլորտներ կա քեզի հետ կհանձնեմ։ Իմ ընտանիքը, իմ երեխեքը, իմ կնոջը, իմ անձը, իմ աշխատանքը, չգիտեմ, իմ ժամանակը, ես բոլորը քեզի պետք է հանձնեմ։ Թանկագիններս մի հատ խոսք Աստվածաշնչում, ասում է հնազանդվեցեք Աստծուն եւ հակառակ կանգնեք սատանային եւ նա ձեզանից կփախչի։ Հիշում եք այդ խոսքը, դեր չբացեմ սիրելիներ։ Հիմի կաստ է մարդ, որ ուզում է Տիրոջ օրհնությունը լիարժեք իր վրա լինի։ Դու առաջի հարկ, երկրորդ հարկ, ինչքան քո մարմնում սենյակներ կա, մի ասա, չէ, ես իմ ֆինանսներից Տեր ջան, չեմ հասնի քեզի։ Մի օր սատանան գկա կսրբատան արա, ասեմ, թե չհանձնեցիր։ Գիտեք ինչի համար Աստված ասում 10-րդը բերեք գանձատում, որտեղ ինքը ուզում է քո ֆինանսները սրբար, որտեղ ինքը Աստված ուզում է քո ֆինանսները պաշտպանա, իսկ սատանան ուզում է քեզի հարստարա։ Քո բոլոր կյանքի բնակավարները հանձնա Տիրոջը, թանկագինս։ Կյանքի բոլոր բնակավարները հանձնա Տիրոջը։
բոլոր բնակավարները։ Մի մասնակի հնազանդվի Աստծո խոսքին, ամբողջովին հնազանդվի Աստծո խոսքին։ Եթե Աստված ասում է աշխատա, օրինակ Աստծո խոսքը ասում է նա որ չի ծուլությամբ պտտում է, թող հացը չուտի։ Եթե զգում ես քո մեջ ծուլություն կա, թանկագինս, դու չես աշխատում, նշանակում է այդ ոլորտը քո կյանքի չի հնազանդվում Աստծուն։ Օրինակ, եթե դու բարկած կոտ ես, իսկ Աստված ասում է Աստծո ծառան հեսահոգի է լինում։ Նշանակում է այդ սենյակը դու չես հանձնում Տիրոջը։ Եթե Աստված ասում է ամեն առավոտ դեռ չլուսացած, աղոթք բարձրացրա Տիրոջը, դա գրված է Սաղմոսների մեջ, դու այդ ոլորտը հնազանդեցրա Տիրոջը։ Եթե Աստված ասում է այս հեռախոսով վիդեո չի շկասել, նշանակում է դու այդ ոլորտը չես հնազանդեցնում Տիրոջը, թանկագինս։ Եվ այդ ոլորտում դևը գործ ունի։ Իմացիր, քո կյանքի որևիցե մի բնակավարը, եթե չի հնազանդված Աստծուն, դա նշանակում է, որ այդ ոլորտում խավար կա։ Դու այստեղ եք թանկագին։ Աստված ուսում է, որ դու լինես երջանիկ, օրհնված, հաջողակ եւ այլ թանկագինս։ Բայց հարցը կայանում է նրանում, արդյոք դու քո ամբողջ կյանքի բնակավարները կհնազանդեցնես Տիրոջը։ Հիմա երկու մի քիչ շատ կանգնանք հնազանդության վրա, մի բան էլ ասենք ու շարունակենք։ Երբ որ սիրելիներս Աստված Մովսեսի միջոցով հանեց իր Իսրայել ժողովրդին, բոլորը չէր որ հնազանդեին, 20 տարեկանից բարձր եղողները, թանկագիններս, բացի Քաղեբից ու Էսուից, բոլորը անհնազանդ եղան Տիրոջը։ Ու գիտեք ինչ եղավ, բոլորը անապատի մեջ կոտորվեցին։ Ում կողմից դևերի։ Ոմանց հոսերն են խայթում, ոմանց հիվանդություններն են խփում։ Մենակ Քաղեբն ու Հեսուն ամբողջ սրտով հնազանդվեցին Տիրոջը ու Մովսեսին։ Եվ նրանք գիտեք ինչ օրհնություն ժառանգեցին, նրանք մտան Քանանի երկիր։ Անգամ թանկագիններս Մովսեսը, որ Մովսեսը իր կյանքում մի հատ անհնազանդություն արավ, որի պատճառով մի քիչ չմտավ Քանանի երկիր։ Ահա թե Աստված, սիրելիներս, քեզանից եւ ինձանից ինչ ակնկալում։ Հնազանդություն եւ ամբողջական։ Հիմա երբ որ Կիրակի օրը գալիս է ու դու Աստծո տան մեջ ես, ինչ ես կարծում դու հնազանդ ես Տիրոջը։ Հիմա դու կասես ես աշխատանք ունեմ։ Իսկ Աստված ասում է դու քո աշխատանքը թող արի։ Երեք ես մեկի հետ էի խոսում, թանկագին ես ասում եմ ես ժամանակ չունեմ Աստվածաշունչ կարդալու, ժամանակ չունեմ, ասեցի լսի դու մեղքի մեջ ես։ Ոչ ավել, ոչ պակաս։ Դու մեղքի մեջ ես։ Եթե դու երկու քեզի հավիտենական կյանք տվող Աստծո համար ժամանակ չունես, դու մեղքի մեջ ես։ Ասեմ ինչի համար, որովհետև դու պատվիրանին չես հնազանդվում։ Առաջի դարում անհնազանդ մարդկանց ֆիզիկապես սպանում էին։ Ֆիզիկապես օրենքի համապատասխան հանցանքը ապացուցվում էր իրանական բանտ էին գցում կամ սպանում էին։ Լավ, հիմա մենք շնորհքի տակ ենք, եթե մեկը կարագա եկեղեցի չի գալու, բայց գիտեք թանկագինս, իրանը չեն սպանում, մեր պետության մեջ այդ օրենք չկա, բայց գիտեք երկրի արքայությունն է քեզից հրաժարվում, դևերն են քեզ սպանելու, ինչ տարբերություն սակայն, քո հոգևոր կյանքն է սպանվում, հոգի, հետո մարմինը, հետո շունչը, մարմինը, հետո շունչը, ամեն թանկագիններս, ես ասեմ սիրելիներս, երկնքի Աստծո Աստված խաղանել չսիրում, կամ ուխտի մեջ ես մտնում իր հետ, կամ հրաժարվում ես իրանից, ուղղակի Աստված համբերելի է քեզի, Աստված չափազանց համբերություն ունի, եւ այդ համբերությունը դրսևորվում է իր ողորմությամբ ու շնորհով։
մի բան ասեմ, թանկագիններս, երկու տեսակի մեղք կա, և ստե Աստծո ողորմությունը գործում, եթե քրիստոնյան կանխամտածված մեղք գործեց, իրանը ողորմություն չկա, հասկնում եք կանխամտածված մեղքը որն է, որ դու կանխամտածված մեղք գործել է, դա ապստամբությունն է, երբ որ դու երկնքի Աստծո առաջ մեղք ես գործում ու իմանալով հանդերձ պլանավորված չես հնազանդվում իրանը, սա ապստամբություն է, սրան ողորմություն չկա թանկագինս, բայց եթե դու սխալվում ես, ողորմություն կա, որտև սխալվումը զղջում է հետո, եղել է, երբ որ ինչ-որ մեկին մի հատ վիավորական խոսք ասես, տանջվես մեջդ, հետո ասես քրկներ ես, չճուկի ինչ հետս կատարվավ, մտքիս հետ խարմիկս խարներ, սա ստե ողորմություն կա, բայց ընտեղ, երբ որ ես չգիտեմ կանխամտածված մեղավոր մարդու հանդիպել եմ կյանքիս մեջ մի անգամ ասուն հավատացյալի, բայց մեր մեջ չեմ գտնում պես մարդ ես, ու դա Աստված որ չգտնեմ, այդ մարդու ողորմություն չկա թանկագինս, Աստծո խոսքն ասում է Քրիստոս երկրորդ անգամ այս մարդու համար խաչը չի բարձրանում, լավ, եկեք անցնենք առաջ թանկագիններս, ուզում եմ բացենք առաջի Կորինթացիս 6-րդ գլուխը, առաջի Կորինթացիս 6-րդ գլուխ, շատ ենքան եմ սիրում ես տեղը ժողով ջան, եթե ինչ-որ մեկը բացես թող կարդա, եթե կար կամավորներ, ասեմ, 6 առաջի Կորինթացիներ, 6-րդ գլուխ, 16-րդ խոսքը, ինչ-որ մեկը բացեց, ինչ-որ մեկը չբացեց, երկու հոգի բացեցին, սաթի քույր բացեցիր, հələ կարդա, բայց անենց երկու կչկչան ձերիվ, այդպես կային բատի։ Կամ չգիտեք, որ ով խորնիկին է միանում, դրա հետ է մեկ մարմին է դառնում, որովհետև երկուսը ասում են, մեկ մարմին կլինեն։ Շարունակում։ Իսկ ով Տիրոջն է միանում, նրա հետ մեկ հոգի է դառնում, խորնիկությունից խախեք ամեն մեղք, որ մարդ գործում է իր մարմնից դուրս է, սակայն խորնիկություն անող է իր մարմնի դեմ է մեղանում։ Շնորհակալություն։ Բայց հաջորդ անգամ Աստվածաշնչում, լավ, թանկագիններս։ Ստե ինչի վրա է միած ստե բանալի բառ կա։ Նատելի թարգմանության բարդամ, չեք գիտում նա, որ օրնիկի կմոտենա նրա հետ մեկ մարմին կլինի, քանզի գիրք ասում է երկուսը մեկ մարմին կլինեն։ Իսկ նա, որ Տիրոջն է մոտենում, նրա հետ մեկ հոգի կլինի։ Հիմա միած ստե հարց կա թանկագիններս, կա ստե մարդ, որ ուզում է Տիրոջ հետ, ոչ թե երկու հոգի, այլ մեկ հոգի, դարիքը մեկ։ Երկու, կա։ Որպիսի, եթե հարցեր չէ, հիմա թանկագիններս մի բան ասեմ, լսեք, ասում է նա, որ մոտենում է Տիրոջը, իսկ նա, որ Տիրոջը կմոտենա, նրա այդ մեկ հոգին, ես ասեմ, ամենաերանելի կյանքը, որ երկրի վրա կլինի, Տիրոջ հետ մեկ հոգի լինեն։ Ասեմ քեզի, գիտեք, երբ որ դու դառնում ես Տիրոջ հետ մեկ հոգի ինչ ա լինում, ասեմ, բացարձակ մի հատ ուրախության բում, ես եմ ասեմ, չգիտեմ, բում մի քիչ գերական չեմ ասում, ուրախության մի հատ սենց, ինչ, մի հատ օգնեք ինչ բար կարելի ա դնել, մեզ, ուրախությունը բարձրանում ամենից ամենաբարձր աստիճանի վրա։
ու մնում դե։ Հա։ Միշտ ասացում։ Աստղի քիմասը հոգի ցնցում։ Միշտ հոգի ցնցում։ Քեզի տենողը կամ ասում էսի վեշնի։ Արաղի դոզայի տակա կամ արաղի չի Կամ հավատացյալներն ասում են սա տիրոջ օրհնվածն է։ Հիմա տեսեք թանկագիններս մի բան ասել։ Քո ցնծությունը չի պակասում։ Մարգարեության մեջ գիտեք ինչ ասում, քո ցնծությունն ու ուրախությունը լինում է առատ գետի նման։ Ամեն։ Սա տիրոջ հետ մեկ լինելու բանալին է թանկագինս, բայց գիտեք սատանան ոնց է քեզի ուզում տենալ։ Տրտում, դժբախտ, դժգույն, ախաղաղ, աղքատ, հիվանդ, ու որ մարդը ցավից ես գոռում է։ Լավ։ Հիմա թանկագիններս մի բան ասեն, եթե դու ուզում ես մեկ հոգի լինես տիրոջ հետ, մեկ հոգի, դու պետք է մոտենաս նրան։ Իսկ գիտեք տիրոջը մոտենալու համար կռիվ ունես դու տալու։ Չեն թողելու քո ընտանիքից, քո երեխեքից, քո, չգիտեմ, ով քո շրջապատում կա, բոլորը չեն թողելու, որ դու մոտենաս տիրոջը։ Պետք է կռվես։ Պետք է թույլ չտաս, որ որևիցե մեկը մտնի քո եւ Աստծո փոխհարաբերության մեջ։ Պետք է թույլ չտաս, որևիցե մեկը մտնի քո եւ Աստծո ժամանակի մեջ։ Ես այնքան երանելի եմ տոնում յոգի չոյին, ուզում եմ նմանվեմ իրան։ Ասեն ինչով։ Ինքը ամեն օր ժամի 9-ին անկողին ամտեքն է։ Առավոտ ամեն օր ժամի 5-ին արթնացել տիրոջ հետ շփում ապնեցել։ Կարած ինքը պահպանա։ Այսինքն ինքը մոտեցել տիրոջը ու շատ է մոտեցել։ Եթե դու մոտենաս տիրոջը ու շատ մոտենաս տիրոջը թանկագին ես, Աստված քո միջոցով մեծ բաներ անում։ Ու դու լինելու ես անվանի ոչ միայն երկրի վրա, այլ նաև երկնքում։ Ինչ է կարծում Պողոսը երկնքում անվանի անձա, էնել ոնց։ Ու շատերն են երկնքում անվանի, որովհետև երկրի վրա իրանք գին են վճարել դրա համար։ Ամեն թանկագիններս։ Հիմա մոտենալու հարցն է, սիրելիներ, պետք է կամ կմոտենաս, կամ չես մոտենա։ Դա քեզնից է կախված եւ ինձանից է կախված։ Եթե մոտենաս, քո միջոցով Աստված մեծ գործեր կանի։ Իհարկե, եթե խոնարհվես, խոնարհությունը պարտադիր պայման է։ Հիմք է խոնարհությունը։ Հետաքրքիր մի բան է, այս վերջում լսում էի մի հատ ամերիկացի մեկ եղբայր ունենք Ամերիկայի եկեղեցի կառուցվել։ Չեմ կարող հասկանալ։ Ասում է շատերը կան, որ շատ տաղանդներ, պարգևներ են, բայց իրաց բնավորության պատճառով այդ տաղանդներն ու պարգևները քնում են։ Չի գործածվում։ Խոնարհ չլինելու պատճառով, որովհետև ասեմ դեսի թանկագին ես։ Աստվածում է բարձրացնում։ Մեկ համբերատարներին, 2 հավատարիմներին, 3 հնազանդներին, 4, բայց ես ամեն ինչի խոնարհությունն եմ կարծում։ Ամեն։ Ինչ է խոնարհությունը թանկագինս, գիտես։ Մենք խոնարհության մասին խոսել ենք, լավ է սրան ճանաչարն։ Հիմա թանկագիններս, ով է Սուրբ Հոգի, շնորհների հոգին է։ Քեզի շնորհ տալու է Սուրբ Հոգին։ Իմաստության հոգի է, քեզի իմաստություն տալիս է Սուրբ Հոգին։ Կրթության հոգի, ուսուցչության հոգի, նա մխիթարիչ է։ Նա է հարություն տվողը։ Նա է նորոգում եւ կառուցում քո կյանքը, նա է
Համբարձողը ու եւ հափշտակողը քեզի երկրի վրա դասե ինչ կա ինքնա։ Նա փափագում է քեզի։ Բայց դու փափագում ես իրան, սա է հարցը։ Նա տրտմում է։ Անգամ նա բարկանում է, ուզում են բացենք Եսայի 63:10-ը։ Եսայի 63:10-ը։ Տեսեք ինչ ասում։ Բայց նրանք ապստամբեցին ու անոր Սուրբ Հոգուն բարկացրեցին։ Ինչ է նշանակում ապստամբել թանկագիններս։ Գիտակցված Աստծուն ճանաչելով չհնազանդվել դեմ դուրս գալ Աստծուն։ Գիտակցված է։ Սա ստեղծել երկյուղ չկա, հակառակը, հակառակություն կա, ապստամբություն կա, համախոհություն կա։ Եվ ասում է նրա Սուրբ Հոգուն բարկացրեցին։ Հիմա լսեք շարունակությունը ինչ ասում։ Նա էլ նրանց թշնամի դարձավ։ Ով թշնամի դարձավ։ Սատանան։ Սուրբ Հոգին։ Սա հպարտություն է թանկագինս։ Եթե կա ապստամբություն, կա հպարտություն Աստծո դեմ։ Նա էլ թշնամի դարձավ եւ ինքը նրանց հետ պատերազմ արավ։ Գիտեք ում հետ հավատացյալների, որ հավատացյալների, ապստամբ ու հպարտ հավատացյալների, որոնք իմանալով Աստծո փառքը եւ զորությունը հակառակվան։ Եվ ինքը նրանց հետ պատերազմ արավ։ Այն ժամանակ հիշեցին հին օրերը, Մովսեսը եւ նրա ժողովուրդը, ուր է նա եւ իր հոտի հովիվը, որ նրանց ծովից հանեց, ուր է նա, որ նրանց մեջ իր Սուրբ Հոգին դրավ։ Հասկանում են, ապաշխարում են, սկսում են նորից կանչել Մովսեսին, Տիրոջը եւ նրա հոգին։ Հանկագիններս մի թույլ տվեք, որ Սատանան ձեր կյանքերում ինչ որ մի բան անի, բուն դնի, ավետո անհնազանդություն բերի, մի թույլ տվեք, հնազանդվեք։ Վայ, ինքս ես մեղք ունի, իրա մեղքից դու ինչ կարծում ես, իր համար դու չես խաչվել, իր համար Քրիստոսն է խաչվել, ինքը գիտա Քրիստոս, սիրտը ցավում ամոթ կարում։ Էլ է երբ որ ինչ որ մեկի մեղքը տենաս կամ սխալը։ Էլ է նա։ Եվ ինչ պետք ամեն կանենք այդ դեպքում։ Օրինակ տեսեք ժողովուրդ ջան, հրյաները նա շնացող կնոջ բերեցին Հիսուսի մոտ, ասեցին ինքը մեղքագործ է, պետք է սպանվի ըստ Մովսեսական օրենքի։ Մենք շատ ժամանակ այդ հրյաների նման ենք, այս մի մարդու մեղքը տենում ենք, ասում ենք ինքը պետք է մեռնի, ինքը ով է, որ գա եկեղեցի, ինքը ով է, որ գա նստի եկեղեցու։ Ինքը այդ արժանինքները չունի, ինքը պետք է եկեղեցուց դուրս գա, իրանը պետք է կտրել, պատժել, չշփվել։ Չէ, մենք ասում ենք։ Բայց գիտեք Հիսուսն ինչ ասավ։ Ասավ էլ այդ ասունքներին բերեք տենամ, իրանք ընդհանրապես մեղք չունեն։ Ով որ ասում է, հələ մի հատ բերեք, նստենք տենանք, այդ երկից հեշտակ ով է այդ մարդը։ Այդ ասողը, մի հատ եթե դու դիմացինից սխալը կամ մեղքը կտենաս, էլ մի հատ տես դու չունի, չես ունեցել քո կյանքում սխալ կամ մեղք։ Ես գիտակ մի բան եմ ասում։ Մեր բախտը բեր է, որ մարդիկ կատարյալ չեն։ Եթե ինչ-որ մեկը կատարյալ էր, մենք պրծում չի ունի։ Փախնելով, չի մի հատ սխալ կանիք ու երբ պրծում, անհնար է դրներ։ Հասկանում եք ինչի մասնախոսքը։ Եվ ինչպիսին պետք է լինի մեր վերաբերմունքը այն մարդու նկատմամբ, որ սխալվել է ու զղջում է։ Ասում է ողորմած եղեք։ Հիսուս այն մարդկաց ճանքի դրեց, ասավ լսեք, ով որ մեղք չի գործել, թող առաջի քարը գծի։ Գիտեք ինչ համար ասավ քարը գծի, որովհետև այս սենց քարերով եկել էին, որ այդ կնոջը սպան, հայ սենց։
ու մի բան եմ ուզում ասեմ, բոլորը հիշեցին իրենց կատարած այն մանկության օրվանից կատարված բոլոր սխալներն ու մեղքերը հիշեցին, ասես այդ պատկերներն եկավ իրանց աչքերի առաջ, ձեռները թուլցավ, այդ քարերն եկավ ձեռից։ Հալվա։ Այ մեր Տերը այդպիսին է։ Ու գիտեք, ու թողեցին գնացին, մեջտեղը ով մնաց։ Մեջտեղը մնաց Հիսուսը, այդ շնացող կին, իրականում ինքը շնացող կին էր։ Ու գիտեք Հիսուսը ինչ ասավ այդ կնոջ, ասավ ուր են քեզի սպանողներն, ասավ Տեր, ասավ իշկած, ասավ Տեր, չկան։ Ու գիտեք Հիսուսը ինչ ասավ գնա, եւ մեղք չգործես։ Հիմա թանկագին ես, մենք պետք է, եթե մարդը մեղք է գործում ու ընդունում է իր սխալը, չասում լավ եմ օրը, եթե լավ ես օրը գնա աշխարհի չկուսես լավ օրես օրը։ Էսի ուրիշ հարց։ Բայց եթե մարդը թանկագին ես, ինքը ընդունում է իր սխալը, այս կնոջ նման, կորանք ասենք արի մեր մեջ, բայց էլ մեղք մի գործա։ Բայց արի, ընդունում ենք քեզի։ Բայց այդ մեղք չգործես։ Այսպիսի վերաբերմունք մենք պետք է ունենանք մեր կողքի նստածի հետ, որը որ սխալ ունի, մեղք ունի, բայց չի արդարացնում իրան։ Մի բան էլ ասեմ արդարությանը, որ մարդը սխալվում է, ասում ես քույրիկ ջան, եղբայր ջան, այս սխալը մի արա, ինքը սենց ամեն ինչ անում, որպեսզի իրան արդարացնի, այս սրանից Աստված զզվում։ Եղել է, երբ որ քո երեխին մի սխալ անում, ասում ես այդ բանը էլ չանես էլի։ Ինչ չոսես կը մտածա, որ իրան արդարացնա ու մտեք քեզի ուղղակի համբերություն ապետ երկաթյա, որ կարաս դիմանաս։ Համբերություն, հրյալի համբերություն ապետ, լավ, եկեք անցնենք առաջ։ Ինչն է, ինչ է ուզում Սուրբ Հոգին մեզանից ցանկացնել, որ նա լինի իշխանը քո տաճարի։ Իշխում եմ ժամանակի, որ թե բարձր մեր ժամանակը։ Որ նա լինի իշխանը քո տաճարի ամեն մի սենյակում, այսինքն քո կյանքի բոլոր բնակավարները իրան հանցես։ Բոլոր իրավիճակները քո կյանքի։ Եկեք բացենք առաջի Թեսաղոնիկեցիս 5-ի 19։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5:19 Այնքան զորավոր տեղ է թանկագինից 19-ից 20-ը կարդանք ասում է Սուրբ Հոգուն մի մարեք լսում եք ժողովուրդ ինչ է նշանակում մարեք հանցնել ասում է Սուրբ Հոգուն մի մարեք ընդհանրապես մի բան ասեմ ինչն են հանցնում կրակը ահա Այսինքն Սուրբ Հոգին կրակ է Սուրբ Հոգին կրակ է ու գիտեք ինչ կրակ ինչ անում մենք ամսեկան գիտեք ինչքան ենք վճարում կրակի համար մարդկա 100,000 ամսեկան մարդկա 150 մարդկա 80 կրակի համար Այսինքն որպեսզի չմանի Հիմա թանկագինս մի բան ասեմ Հիմա ձեռդ պարզա վիրև ասա ես իմ ներսում ունեմ կրակ Եվ այն պետք է բոցավառվի Հիմա թանկագինս եթե Սուրբ Հոգու կրակը քո մեջ սառավ քո շրջապատն էլ կսառվի Եթե քո մեջ Սուրբ Հոգու կրակը բորբոքվա քո շրջապատը կջերմանա Ավելին ասեմ Եթե քո մեջ Սուրբ Հոգու կրակը ավելի բորբոքվա հարևանների մեջ էլ այդ կրակը կեթա
Ռուսաստանում գիտեք մեծ բնակելի շենքերը ոնց են տակը ջերուցում։ Ոնց։ Միատ գիտեք մի հատ մեծ կաթսայատուն կա մեր։ Այդ մեծ կաթսայատունը մեկ 4 շենք կարա ջերուցան։ Այ մենք պետք է անենք այդ կաթսայատունը, ճիշտ ասում եմ կաթսայատունը։ Ահա, կոչագարանոց։ Դե ժամանակ։ Հիմա թանկագինս ուզում ես, որ Սուրբ Հոգու կրակը քեզնից փոխանցվի բնակելիները հարևան։ Հա? Ու բոլորը ջերմանան քո պատճառով։ Լսի պետք է Սուրբ Հոգու կրակը բորբոքվի քո մեջ։ Բայց չէ, պարտանաս անկարծ։ Էդուց քշել։ Որտեղ մեկի մարդը որ շնորհք ա ունենում։ Սատանայի նման ասում, Աստված, ես Աստված։ Ես որ կողք, որ ես եմ էլի, ասենք, ամբողջ մոլորակի արևը ես եմ էլի, բացում ես աշխարհի վրա իր խոսքի, ես բացիսնիցելով, ես եմ որ կամ։ Հիմա թանկագիններս ինչ եմ ուզում ասեն, ասում Սուրբ Հոգին մի մարեք, այլ բորբոքի կետ կրակը։ Իսկ սատանան ամեն ինչ կանի, որպեսզի Սուրբ Հոգու կրակը քո մեջ մարի։ Ամեն ինչ ինքը կանի։ Դրա համար թանկագինս լցվի Աստծո խոսքով։ Դու տաճար ես Սուրբ Հոգու։ Նա քո մեջ է բնակվում։ Լսեք թանկագիններս աշխարհի ամենազորավոր բանը քո մեջ է։ Քո մեջ է բնակվում։ Այս վերջում մենք մի ընտանիքի կայցել է, գիտեք ինչ եմ պատմում։ Ասված հոլակ եղբայր, ասում եմ, հա ինչ այլ է ուրախ, ասում գիտես ուրին գնացել։ Ասում եմ ուրին գնացել, ասում սպիտակին գնացել։ Ուրախ պատմում է, երբ ասում մենք, որ այդ դիքերը հելանք, նա նշան ցույց տվեց Աստված, ձեռս մեզ նստում էր։ Ասում մենք գնացինք ընդ ու ման վառեցին։ Ասեցի ապրեք, դուք կռապաշտության մեջ եք, ապաշխարեք։ Վայ, դիտենք ինչ կատարում։ Մենք մեղք ենք գործել, ժողովրդի միշտում են իրենց, մենք մեղք ենք գործել, դա ասեցի ապաշխարեք, բայց չեք ասեցել։ Շատ չնայեք, ես անգամ ենք դատավարության մեջ։ Թանկագիններս ասում են, Աստծո զորության հոգին ձեր մեջ բնակվում, դու իլեք գացել եք, երկու հատ կորմիկ քարիկ դիսեմ ման վառեք, խցել եք, վայ, ասում եք երկրպագել։ Թանկագինս Տիրոջ հոգին քո մեջ է, եւ Աստված ուզում է, որ դու այդ հոգու հետ մեկ դառնաս, ոչ թե երկու, մեկ։ Երբ որ մենք զույգերի ենք պսակում, գիտեք, նրանք ուխտ են կապում Տիրոջ առաջ եւ դառնում են ամուսիններ, իրանք արդեն երկու չեն, իրանք մեկ են։ Եվ Աստված ուզում է թանկագինս, որ Տիրոջ հոգու հետ դու մեկ դառնաս, Տիրոջ հոգին քո մեջ լինի, դրա հետ մեկտեղ իշխի քո կյանքի բոլոր բնակավարները։ Սա է Տիրոջ կյանքը, թանկագինս։ Սա է Տիրոջ ուզածը, թանկագինս։ Սուրբ Հոգին քո մեջ է, որպեսզի դու դառնաս երկրպագող, որպեսզի դու խավարը փոխես լույսի, որպեսզի դու անապատը փոխես այգու Բուրաստանի։ Դրա համար է Սուրբ Հոգին դրված քո մեջ։ Աստծո որդիների մեջ բնակվում է Տիրոջ հոգին։ Ամեն, ամեն։ Հալելույա։ Փառք Տիրոջը։ Մի բան էլ եմ ուզում ասեմ, Սուրբ Հոգին ուզում է քո եւ իր փոխհարաբերության մեջ երկյուղ լինի։ Հարց եմ քեզ տալում, Սուրբ Հոգուց ունես երկյուղ։ Ռուզան ունի, Դանեն էլ ունի։ Գարքի դու էլ ունես։ Էլով ունի։ Գարքի ամեն ինչ ունի, նազերը միշտ բարձ։ Էլով ունի, սաթի քուրը,
հարկ դիրոջի գալիս կաման։ Հանկագինս մեկ մի տանիք ենք, ասած պետք է շփվենք։ Ասեմ քեզի սիրելիս մի բան, եթե դու Սուրբ Հոգուց երկյուղ չունես, դու կկորցնես իր փոխարինությունը։ Եթե դու սովորես իրանից երկյուղ ունենալ, երբեք ու երբեք քո եւ Սուրբ Հոգու փոխարինությունը չի կտրվի այս երկրի վրա, ու դու մինչև խորը ծերություն կառաջնորդվես Տիրոջ Հոգով։ Եվ դու օրհնված մարդ կլինես, ո երեք ես յոգի չոյնի լսում, ինչ լսում, ինչ երազանք ունեցե, բոլորը Տերը կատարե։ Երազե, չգիտեմ ամենամեծ եկեղեցին ունենա այս երկրագնդի վրա, ունեցե։ Երազե բոլոր մոլորակով մեջ ֆրա ու ավետարանը տանա, ունեցե։ Երազե որ ինքը ֆինանսներ ունենա, ունեցե։ Ամեն ինչ որ ուզեցե Տիրոջից ունեցե թանկագինս։ Ես մի բան ասեմ, երազա, հավատա, հրճակա, ու դու ունենաս։ Մի հատ էլ եմ ուզում կրկնեմ, երազա, հավատա, հրճակա, ինչ որ ուզում ես ունենաս։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասել։ Ով գիտի ինչ է նշանակում Եզաբելի հոգի։ Հետ ինչ է։ Եզաբելի հոգին չափազանց Սուրբ Հոգու նմանակով հոգի է։ Եթե մեկը կգա քեզի ասա, Տերը ինձ ասել է, որ այս բան ասեմ, համարյա որ 95% Եզաբելի հոգին է։ Եթե մեկը կգա ու Աստծո խոսքով, ասա Տերն անձի ասի Աստծո խոսքով չի հաստատա իր ասածը, այդպիսի մարդին չընդունես գտնի։ Հասկացաք ինչ եմ ասում։ Նորից եմ կրկնում։ Եթե մեկը կգա, լսեք թանկագինները Սուրբ Հոգին իր խոսքից դուս ոչ մի բան չի ասում, ինքը քո հետ խոսում է իր խոսքի միջոցով։ Եթե մեկը կգա ու քո կյանքի համար կմարգարյանա, զգուշ ելի։ Մենք մի հատ քույր ունենք, ասում է 100 տոկ քննա ֆիլտրա։ Այսինքն Աստծո խոսքն է մեր ֆիլտրը։ Դուք համաձայն եք։ Դու չեք ամաչում ավետարանից։ Կարաս մտնես խանութ առևտուր անելուց, կասային, աշխատողին, ավետարանից նոր դուրս գաս։ Կարաս, ստացվող բան է, եթե մենք սրան հասավ, ուրեմն մենք հաղթող եկեղեցի ենք։ Մեկ անգամ իմ Վարշավիրանոցի դեմներ, մեկը բարև տվեց, ասեցի ալելույա, անկախզնից։ Ձերը պարզած բարև տվեց, ասեցի ալելույա։ Գիտես սիրելիս, եթե դու հոգով լծվեց քո կյանքում, գիտես ինչ կդառնա դրախտ։ Կաստ է մարդ, որ ուզում է դրախտը բերի իր սրտում, հա? Ալելույա, ալելույա։ Եթե դու ուզում ես դրախտը բերես քո սրտում, արդեն իսկ դրախտը քո սրտում է թանկագինս, դուր նրան իշխանություն։ Բոլոր սենյակներում դուր իշխանություն։ Բոլոր սենյակներում առաջի հարկը, երկրորդ հարկը, եթե պատվար կա, պատվարին ես տվեանային։ Լրիվ տվեր ես այդը։ Այսինքն թանկագինս քո սրտի են ծոցում իշքան տեղեր կո սաղ հանձնատիրոջը, հնազանդեցրատիրոջը։ Ալելույա։ Հարկ տիրոջը թանկագինս։ Եկեք բացենք Եփեսացիներ 4:30։ Վրազ մարդ կա։ Այսօր մնում ենք, всё մնում ենք։ Եթե Յանա ջան դու մնում ես, իմ սա պետք է մնա։ Եփեսացիս 4:30։ Ասма Աստծո Սուրբ Հոգին մի լսում եք, թե եթե չեք լսում չկարդան, եթե լսում եք կարդան։ Ասում է Աստծո Սուրբ Հոգուն մի տրտմեցնեք, որով դուք կնքվեցաք փրկության օրվա համար։ Այսինքն դու կարաս Սուրբ Հոգուն տրտմեցնես, բայց դու կանչված չես Սուրբ Հոգուն տրտմեցնես, դու կանչված ես Սուրբ Հոգուն ոչ թե տրտմեցնես, այլ ուրախացնես։ Մի բան ասեմ, ելա երբ որ մեղք գործես,
չփոն ես հանգարց։ Եկեք, իշենք մի հատ, հանկավին ես, եթե մեղք ես գործել, մեղքից հետո ինչ զգացողություն ես ունեցել, ուրախացել ես, բա ինչ ես արել, հանդիմանվել ես, և ինչ ես զգացել այդ հանդիմանությունից, տրտմում ես, այդ գիտես, դու չես տիրոջ հոգին ակոներս, այդ ձև բան չկա, որ մարդը մեղք գործը, մեղք գործելուց հետո երջանկանա, գիտեք, ես մեղք եմ գործել, ասեմ, երնեք ճան, անգամ գողության դեպքում էլ մարդը գողությունից հետո իրա սիրտը տխուր է, ինքի այդ գումարը ձեռն է, բատ ուրախություն չկա մեջը, օրհնություն չկա, տխրություն կա, որտեղ մարդ ունի խիղճ, իրա խշնտանք իրանը տանջում է, եղել է, երբ որ դու մի լավ բան ես անում, սիրտը ուրախանում է, օրինակ ավետարանելուց հետո սիրտը չես, ուրախությունից ես թիթեռնիկի նման չեն պարում։ Երբ որ դու ծառայում ես ինչ-որ մի բան ես անում Տիրոջ համար, երկինքը լայքում է, չէ՞։ Հալելույա։ Թանկագինը Սուրբ Հոգուն չտրտմեցնես, ինքն է քեզի երկինք տանողը, ինքն է քեզի հարություն տվող, հափշտակողը, մխիթարողը, ամեն բան ինքն է քո կյանքում։ Եվ ասեմ քեզի, դու Սուրբ Հոգու հետ խոսա որպես ազնվորության։ Դևի հետ էլ խոսա որպես ազնվորության։ Բայց իր այդ որ թե հաշվի նստյալ հրամայա։ Ու իրանը սս բարձր մի հատ մկան մի վիրաբերվի, այսքան մկան վիրաբերվի։ Հոգրիկ։ Մի թույլ դուք, որ ինքը քո կյանքում իշխանություն ունենա։ Ամեն թանկագին։ Հարցը կայանում է նրանում, թե դու որքան ժամանակ կանցկացնես Սուրբ Հոգով լցվելու համար։ Որքան ժամանակ։ Որքան ժամանակ, 1 ժամ, 2 ժամ, 3 ժամ, որքան ժամանակ, քո մարմին դու պետք է ճնշես այդ ժամանակի համար։ Դու ստեյք, պատանիներ ստեյք, տղեկ ստեյք, աբրիկոր ստեյք։ Այդտեղ էլ կարդամ ու ավարտեմ։ Ղուկաս 4:16-ը։ Չորրորդ գլուխ 16-րդ խոսքը։ Երբ որ Տիրոջ Հոգին գալիս է քո վրա, գիտես ինչ անելու։ Ասում է, երբ Նազարեթ եկավ Նազարեթ ինքը մեծացել էր, իր սովորությամբ այս շաբաթօրը ժողովարան մտավ, ելավ որ կարդա։ Տվին նրան Եսայի մարգարեի գիրքը։ Երբ ինքը գիրքը բացեց, գտավ այնտեղը ուր գրված էր. Տիրոջ Հոգին իմ վրա է։ Հիմա կարաս համարձակասես Տիրոջ Հոգին իմ վրա է։ Տիրոջ Հոգին իմ վրա է։ Սուտ չենք ասում, հաստատ ճիշտ ենք ասում։ Այս մեկ, երկրորդը, քանի որ ինձ օծեց աղքատներին ավետարան քարոզելու։ Գիտես աղքատները ովքեր են, հոգով աղքատներ, ովքեր որ ծարավ են Աստծո խոսքին։ Սա մեկ, եթե դու հոգով աղքատներին ավետարան ես քարոզում, դու Աստծո կամքի մեջ ես։ Ինձ ուղարկեց կոտրված սիրտ ունեցողներին բժշկելու։ Գիտեք ովքեր են կոտրված սիրտ ունեցողները, խոնարհների մասին է խոսքը։ Հիշում եք, ասում եմ, ես բնակվում եմ կոտրված եւ խոնարհ սրտերի մեջ։ Այսինքն թանկագինս, ասում է, ինձ ուղարկեց կոտրված սիրտ ունեցողները բժշկելու։ Եթե Տիրոջ Հոգին քո վրա է, դու կավետարանես նրանց, ովքեր որ հոգով աղքատ են։ Երկրորդը, դու կբժշկես կոտրված սիրտ ունեցողներին, այսինքն գիտեք կոտրված սիրտ ունեցողը ով է, որ հույս հավատ սաղկուր է։ Որ ինքը կոտրված է, որ ինքը չգիտի ապրի թե մահանա։ Չգիտի ինչ որոշում կայացնա։ Այ երբ որ դու եթում ես այդ նման սրտերին հույս ես տալու, բարձրացնում ես իրանը, ուրեմն քո օծությունը քո վրա է, թանկագինս։ Քո շրջապատում լիքն են այդ ծերերտիկ։ Կոտրված սիրտ ունեցողները բժշկելի, գերիներին ազատություն տալու,
Գերիները ովքեր որ մեղքից մեղքով բռնված են, ուզում են արձակվեն, բայց չեն կարողանում։ Հետաքրքիր մի բան եմ ուզում ասել։ Գերին ի՞նչ է ուզում։ Ազատություն։ Բայց գիտեք, որ ես գիտեմ մարդիկ, որոնք բանտի մեջ են, բայց չեն ուզում դուրս գան բանտից։ Կա, իրանք արդեն այդ կյանքին հարմարվել են, չէ՞։ Սովորել են։ Հիմա թանկագին է, մեզի Աստված գիտեք ուր ուղարկում գերիներին ազատություն տալ։ Ոչ թե այնտեղ, որ արդեն իրանցը դզած, էլ չեն ուզում դες դուրս գալ։ Այսինքն եթե թանկագինս մարդը մեղքի մեջ է ու հարմար է, մենք իրանը պետք չենք։ Ամեն։ Բայց եթե թանկագինս մարդը գերի անդից ասում, Տեր Աստված ուզում եմ դուրս գամ, Աստված քեզ ուղարկի։ Ամեն։ Եթե Տիրոջ հոգին քո վրա է, դու կգնաս գերիներին ազատելու, ովքեր որ հոգևոր բանտի մեջ են։ Ուզում են դուրս գան, բայց չեն կարողանում։ Հաջորդը կույրերին տեսություն քարոզելու, ովքեր են կույրերը։ Կույրը ինչ է ուզում թանկագինս տեսնել է ուզում։ Սա հոգևոր կույրերի մասին է խոսքը սիրելիներ։ Երբ որ մարդը ինչ որ մի երազանք է ուզում, բայց իր կյանքում ոչինչ չի ստացվում։ Ինչ որ մի բան է ուզում ունենա, բայց չկա, կոտրված է, կույրը ինքը չի տեսնում։ Աստված երազանքի Աստված է, նպատակի Աստված է։ Աստված ուզում է, որ քո աչքերը բացվի ու դու տեսնես, թե դու ինչի համար ես կանչված եւ որն է քո կոչումը այս կյանքում։ Ամեն թանկագիններս։ Հաջորդը կույրերին տեսություն քարոզելու, հարստահարություն կրողները ազատելու։ Հարստահարություն կրողը որ մեկն է, որ սատանան այդ մարդի կյանքը քարքան դարել։ Հավատքը գողաց է, հույսը գողաց է, սերը գողաց է, ամեն ամեն ինչ բոլոր արժեքները գողաց են։ Հարստահարություն կրողը նա է թանկա։ Գիտեք ինչ է գրված Աստծո խոսքում։ Ասում է նրանք հավատքով հարուստ են։ Ոչ եք հոգնե ժողովուրդ, կանգնեք։ Հավատքով հարուստ են, եթե սիրելի սատանան քո ուրախությունը, խաղաղությունը, արդարությունը, սերը, խնդությունը, հավատը բոլորը գողացել, դու հարստահարված մեկ ես։ Ամեն։ Մեզի Տերը պատրաստում է, որպեսզի ուղարկայզեմ ընտանիքներ թանկագիններս։ Հարստահարություն կրողները քարոզելու եւ Տիրոջ ընդունելի տարին քարոզելու։ Տիրոջ ընդունելի տարին գիտեք որն է։ Հիսուսը եկավ։ Ոմանք ընդունեցին նրան եւ ոմանք չընդունեցին թանկագիններ։ Հարցը նրանում չէ, որ այսօր դու Սուրբ Հոգու հետ ունես լավ փոխհարաբերություն, այլ որ մինչև քո ծերությունը պահես ու մտերիմ մնաս։ Եվ ամենավերջի տեղը կարդամ եւ աղոթենք։ Հռոմեացիս 8:12։ Այսօր ոնց որ թե շատ չէ։ Գերակրվան։ Հռոմեացիս 10 կներեք 8, Հռոմեացիս 8 12 Փառաբանությունը թող գա ապա ուրեմն եղբայրներ պարտական ենք ոչ թե մարմնավորապես ապրելու համար, քանի որ եթե մարմնավորապես ապրելու ունենք պիտի մեռնենք, բայց եթե հոգով մարմնի գործերը սպանենք պիտի ապրենք։ Ասա ես հոգով մարմնի գործերը կսպանեմ ու կապրեմ Հիսուսի անունով։ Ամեն։ Հիմա աստա չեք կրկնում։ Քանի որ նրանք, որ Աստծո հոգով կառաջնորդվեն, նրանք Աստծո որդիներ են։ Քանզի դուք ծառայության հոգին չառակ կրկին վախենալու, ապա որդեգրության հոգին առակ, որ նրանով կանչում է Աբա Հայր։ Նույնիկը հոգին վկայություն կտա մեր հոգին հետ, թե մենք Աստծո որդիներ ենք։ Եվ եթե որդիներ, ուրեմն ժառանգորդներ, Աստծո ժառանգորդներ եւ Քրիստոսի ժառանգակիցներ, որպեսզի եթե իր չարչարանքներին կցորդ լինենք, իր փառքին էլ աղոթ լինենք։
Ով է ուզում Աստծո փառքին հաղորդ լինի։ Դու չես կարող առանց իր չարչարանքներին կծոր լինելու իր փառքին հաղորդ լինես։ Դրա համար թանկագին ես, եթե քո կյանքում որևիցե չարչարանք կա, հայացքդ պարզա երկինք, ասա փառք քեզի Տեր ես չարչարանք։ Եթե քեզի կհալածեն կամ դու ինչ-որ մի ծառայություն ունես եկեղեցու ու պայտակ ինչ-որ դժվարություն ա քո կյանքում կանգնես ու ասես փառք քեզի Տեր։ Ովքեր են Տիրոջ որդիները, նրանք որ Տիրոջ հոգով են առաջնորդվում։ Գիտեք, Կաթրին Կուլմանը մի բան ասում է նրանք որ առաջնորդվող են, նրանք հետևողներ են։ Ամեն թանկագինես, ամեն ինչ արա որ առանց Սուրբ Հոգու ոչինչ չանես։ Մի վկայություն տամ ու կանգնենք ոտքի։ Հիմա թանկագինես։ Մի հատ տղու եմ ես ճանաչում։ Հավատացյալ երիտասարդ տղու։ Ինքը բանակից եկել էր, բայց գործ էր փնտրում։ Մտավ ինքը մի հատ փայտամշակման տեղ, աշխատեց, իր գումարը կիսա տվեցին, ինքը ներվա վտեից դուրս եկավ։ Ու իր անգերները իրան ասում են, ես գործը արա, այն գործը արա, այն գործը արա, ինքը ասում են, չէ, մինչև ինձ Տերը չասա, ես ոչ մի գործ չեմ սկսել։ Կողի զարմանում ասում են, չի գործի մարը Տերը ասա։ Ու գիտեք, իրանք եթում են ճամբար։ Նա անծանոթ քույրիկ, ձեռը դնում վրա, ասում է լսի, դու փայտի գործ ես արել, հիմա էլ չես անում, շարունակա։ Ու ինքը Տիրոջից հաստատությունը ստացավ։ Ու հիմա ինքը սովորում է ու առաջ է եթում։ Ես գիտեք ինչ է նշանակում, հետևել Տիրոջը։ Առաջնորդվել Տիրոջ հոգով, թանկագին ես։ Եթե դու Տիրոջից առաջնորդություն ես փնտրում, ոնց կարա լինի, որ Տերը քեզ առաջնորդի։ Չի լինի ձեր թանկագին ես։ Տերը թող օրհնի բոլորիդ եկեք